դու պետք է լավ բժիշկ լինես դու պետք է առաջերտին լավ մարդ լինես մարդկանց հետ կարողանաս ճիշտ շփվես սա նույնպես բժշկության մաս է սա նույնպես բժշկության մաս է կազմում իսկ ինքնայրումը այդ որ կա էլի ամեն դեպքում դուք հիմա դուք կարող եք այդ բալանսը այնպես պահեք որ այդ աշխատանքը ի վնաս ձեզ չլինի ինչ որ պահից ի վնասան միևնույն է եթե մարդու քունը տանում է բայց պիտի վիրահատի ես չգիտեմ կա շատ կոնֆորմիստական բան եմ ասում բժիշկներ բայց հոգնած ես սոված ես ի վերջո 1000 հարց կոզմոս տուն գնաց քո ընտանիքի մոտ բայց բերեցին հերթական հիվանդին ու չգիտեմ ոնց բացատրեմ ասելիքս երբ դուք ասում եք հոգնած ես կամ ծանր աշխատանքը ոնց եք դուք զուգակցում հանգստի հետ, չէ՞։ Նայեք, երբ որ դու ինչ որ մի հարց կա որ պետք է անես, դու անհանգիստ ես, որովհետև դու դեռ հարցի լուծումը չես տվել։ Պացիենտի չես բուժել կամ այդ գործը չես արել։ Հենց որ դու անում ես, դու հանգստանում ես։ Անկախ նրանից որ դու հոգնել ես ֆիզիկապես, բայց դու հանգստանում ես։ Մեկ էլ դրանից հետո առաջանում է երկրորդ դեպքը կամ երկրորդ խնդիրը։ Դու նորից անհանգիստ ես։ Դու պետք է հարցի լուծում տաս, որ հանգստանաս։ Դրա համար սա էլ կյանքի հենց ամբողջ դինամիկան է։ Պետք է աշխատես, որ հանգստանաս, որ աշխատես։ Իսկ սովորական չափումներով հանգիստը, հոբին, ձերը ո՞րն է, որտեղ եք հանգստանում, բայց ոչ թե գործից, այդ ձեր ասած հանգիստը ես հանգիստ չհամարեցի, բայց որ հանգստում եք ու լիարժեք հանգստանում եք։ Հոբին Ես ճիշտն ասած սիրում եմ ձկնորսություն եւ ժամանակ առ ժամանակ լինում եմ Արաքսի ափին ինձ համար Արաքսը իմ սիրելի գետնա իհարկե աշխարհի տարբեր երկրներում եղել եմ ավելի մեծ գետեր եւ օվկիանոսներ եմ տեսել, լճեր եմ տեսել, բայց ինձ համար բնությունը Հայաստանի իմ հարազատն է եւ ես սիրում եմ Հայաստանի բնությունը։ Հենց հետաքրքիր հոբի ունեք ձեզ շատ համապատասխան լռություն, մենակ եք չէ երևի գնում լռություն, բնություն։ Այո, եւ ջրի խշշոցը։ Ինչքան հաճախ է գնում, որ լավ ստացվում է, թե որ հատվածներն է գնում, եթե գախնիկ չի։ Գնում եմ։ Որ հատված է գնում, ու չեք հասնում շատ հարավ։ Տարբեր, բայց ամենաշատը իհարկե ավելի մոտիկ հատվածներում եմ լինում։ Բոլոր սարքավորումներն ունեք, ամեն ինչ։ Բոլոր սարքավորումներ ունեմ։ Հրաշա։ Իսկ ձկնորսություն ընկեր ունենում են, ընկերով են գնում, հա, ընկերներ են ունենք։ Սոցիալական շփումները շատ եք հոգնում մարդկանցից, թե այնուամենայնիվ կա խումբ մարդիկ, կան ընկերներ, որոնք դա էլ ասում են, որ երկարակեցության համար կարևոր հանգամանք է։ Իսկ գտնում եմ, որ անհնարին է առանց մարդկանց հետ շփվելու ապրել։ Դա իմ համար հաճույք է մարդկանց հետ շփվելը։ Եթե նույնիսկ պետք է ինչ-որ բան բացատրես, երկար բացատրես, բան պիտի համբերատար բացատրես, ասես, այդ ամեն ինչի շփումները շատ կարևոր են։ Հետո այդ շփումները քեզ էլ դու մեկին տալիս ես մյուսից վերցնում ես, մարդկանց հետ որ շփվում ես, դու էլ ես բան սովորում, դու էլ ես նորություններ իմանում, դու էլ ես բաներ սովորում իրենցից, այնպես չի որ միայն դու տալիս ես, դու միակողմանի չի։ Շփումը շատ կարևոր է։ Նրանք են ավելի մեծ դժվարություններ ունենում, ովքեր որ շփում չունեն։ Իրանք ոնց ասեմ, մեղք են։ Իսկապես կարելի է ես էլ եմ շփվող իմ համար էլ կարևոր նշանակություն ունի։ Պարոն Բաբլյան, sense մի բան եմ մտածել, միշտ եթե երեխաներից որևէ մեկը մի որևէ օր գա ու ասի, որ ես դառնում եմ բժիշկ, ես պետք է հարցնեմ ինչի, զավակս ինչու եւ դեմ եմ լինելու, որովհետեւ դա ամենադժվար գործն է։ Սպիտակ խալաթը հագնել, որովհետեւ ասացի ընկերներ ունեմ, հացի սեղանին կգրեն, տարբեր ժամերի կգրեն, ես էլ եմ այդ գրողներից, ուզում ասեմ, ինչն է մարդուն մոտիվացնում, հիմա դուք ասացիք այլ ընտրակ չունեիք, մի քիչ էլ ընտրեցիք, ինչու են դառնում բժիշկ, ինչու են այդ դժվար աշխատանքը անում ու անխոնջ անում են 12 ժամ վիրահատում են, հետո էլի վիրահատում են, հետո ինչն է մարդուն դրթում կարեկցանքի հետ ինչ էմպաթիայի բարձր մի բան է, որ մարդը որոշում է բժիշկ դառնալ։ Չի ասի, որ ես այլ ընտրանք չունեի, ես ունեի այլ ընտրանք, ես եւ մաթեմատիկայից լավ էի, ֆիզիկայից լավ էի, ուզում ասեմ, այնպես չէ, որ ես չէի կարող ուրիշ, ասեմ, եթե դու մաթեմատիկայից, ֆիզիկայից լավ ես, դու լավ բժիշկ ես դառնում, դա կարեւոր է իհարկե։ Ուղղակի խնդիրը նա է, որ եթե որևէ մեկը իմ թորնիկներից որոշի, որ ինքը ուզում է բժիշկ դառնա, ես
միայն ուրախ կլինեմ եւ կաջակցեմ, որպեսզի ինքը ճիշտ բժիշկ դառնա։ Ինքը իրականում լավ բժիշկ դառնա։ Ինչու բժիշկ դարձաք, երբ որոշում կայացրիք։ Գիտեք, ես բժիշկների ընտանիքից եմ, հայրս բժիշկ էր, մայրս բժիշկ էր, ավելին ասեմ, մայրս վիրաբույժ էր։ Այնպես որ մեծ եղբայրս ավարտել էր բժշկական ինստիտուտը եւ ամբողջ մթնոլորտը այդպես էր։ Շանս չկար։ Նու չի ասի, որ շանս չկար, բայց ոնց որ թե այսպես ինքը մթնոլորտը այնպես էր, որ ես ինքս ընտրեցի դա եւ ի տարբերություն կարող եմ մի հատվածի այն ժամանակվա բժշկական ինստիտուտ ընդունվածների այն ժամանակ ինստիտուտ էր կոչվում, կային մարդիկ, որոնք որ բուժական ֆակուլտետ էին դիմել եւ չէին հավաքի համապատասխան բալեր եւ ընդունվեցին մանկաբուժական, ես ի սկզբանե տվել էի մանկաբուժական ֆակուլտետ, այսինքն իմ ընտրությունը երեխաների հետ աշխատելու եղել է հենց ի սկզբանե եւ ես չեմ փոշմանե։ Ինչով են առանձնահատուկ երեխաները մեծահասակներից։ Նախ եւ առաջ երեխաները ազնիվ են, պարզ են, բաց են եւ շատ հաճելի է, երբ որ նամանավանդ դու գիտես, որ առավել եւս դու պատասխանատու ես, քանի որ քո բուժարուն, քո պացիենտը ինքը գրեթե 100% քեզանից է կախված։ Երբեմն չի խոսում։ Իրենից կախված չի։ Իրանից իհարկե կախված են որոշ բաներ, որոնք գենետիկ հակումներ կան, դրանք արդեն ավելի մասնագիտական բաներ են, բայց ուղղակի որպես բուժարու իհարկե շատ ավելի հաճելի է երեխաների հետ աշխատելը։ Հետո չեն խոսում, խոցելի են, չէ՞, մի տեսակ ավելի երբեմն չեն խոսում, երբեմն։ Այո, դրա համար էլ իմ ամբողջ այդ մոտեցումը կառուցված է դրա վրա, որ երեխաներին պետք է ստեղծես այնպիսի մթնոլորտ, որպեսզի երեխան ինքն էլ ընդունի քեզ։ Այսինքն շատ անգամ ոչ թե ինքը քո մեջ տեսնի բժիշկ, ինքը տեսնի քո մեջ իրեն ընկեր, իրեն աջակցող, իրեն այսպես բարի վերաբերմունք ցուցաբերող մի անձնավորության։ Սա որ ասում եք, հիշում եմ մեր հանդիպումից առաջ դե հարցերը մտմտում էի շաբաթներ շարունակ, մի կնոջ հանդիպեցի, բոլորովին պատահական, որի տղան արդեն 45 տարեկան է, ու հիշեց ինքը, որ դուք պատկերացնում եք ինչ եմ ասում, 40 կես դար առաջ, երբ որ դուք կարծես թե մանկական հիվանդանոցում եք աշխատել, երրորդում ասում, որ դուք եք եղել, այսինքն մի միջամտություն եք կատարել, համարցակ եք եղել այն ժամանակ դեռ երիտասարդ, ու այդ մարդը արդեն 45 տարեկան, բայց իրենք ձեզ դուք ոչ մեկին չեք ճանաչում այդ մարդկանց, իսկապես անձնապես չեք ճանաչում, բայց բոլորը գիտեն Բաբլոյանը։ Այո, լինում է այդպես, որ ինձ մոտենում են, ասում են, դուք ինձ հիշում եք, հետո ասում են, չէ, դուք չեք կարող հիշել, որտեվ ես 2 տարեկան էի, 3 տարեկան էի, բայց այդ ժամանակ որ իրանք հիմա մոտենում են, արդեն 30-40, ինչպես որ նշեցիք, տարեկան են, իհարկե, բայց կան դեպքեր, երբ որ մենք իրականում ես հիշում եմ, ասենք առանձնահատուկ դեպքեր։ Բայց դեպքով էլի, անձով դեմքով չեք հիշում, անունով չեք հիշում։ Այո, դեպքով եմ հիշում, այլ ոչ թե շատ անգամ դեմքով։